Կալով հրյաների նասի ընտանիքից հետո Օսմանյան գայսրությունում շարավիղների շարունակությամբ ոչ թե այդ կոնկրետ ընտանիքի, այլ ընդհանրապես հրյաների Օսմանյան գայսրության ներկայության մասին կարելի է խոսել, բայց կանգ առնելով բնականաբար իրենց կալուց մոտավորապես 150 տարի հետո, 160 տարի հետո մեջտեղ եկած իրենց իսկ պատմության համար առաջինը հանդիսացող մի իրավիճակի մասին, որը առանց դրան այդ պատմելիքը, ասելիքը երևի թե փած կմնա։ Ուրեմն կա մի անձնավորություն հրյաների պատմության մեջ, որը այժմյա ժամանակակից Թուրքիայի Հանրապետություն կոչված վարչական տարածքի գրեթե քաղաքական, տնտեսական, ինչու՞ չէ նաև ռազմական գոյության հիմքում է եւ այդ անձը կոչվում է Սավետայ Ցվի։ Սավետայը ծնվել է Զմիրնիայում, հենց Սաֆարադ ընտանիքից, որը եկել էր Իսպանիայից, այսպես ասած, վդարվածների իբրև ծոր։ Մանկուց ստացել է հոգևոր ուսում, իրեն պատրաստել են որպեսզի նա դառնա ռաբի, խախամ եբրայերեն, եւ այդքան շնորհալի եւ դաղանտավոր է եղել ժամանակակիցների վկայությամբ վունդերքինդ, ամենիմաց հանրաքիդարանային տվյալներին դիրավետող եւ թեր բադանեգան տարիներին 14-15 տարեկան բադանի հասակում ոչ միայն Թորան, այլ նաեւ աշխարհում ինչքան սուրբ գիրք կա, դրանց ամբողջը գուլդված մեկնաբանություններով, ուրեմն արարողություններով ինքը աշխատանքներ է կատարել։ 5 դագարանում Թորայում կա մի ուսմունք, որ Մովսես Մարգարեի ուրեմն ցեղի անմիջական ջուրի հետ է կապված, որը կոչվում է կաբալիզմ, կաբալայականություն։ Ինքը շատ խորասուզված կաբալայի ուսմունքի մեջ Սավետայ Ցվին հենց դերի ռաբի թելադրմամբ Զմիրնիայի գլխավոր ռաբիից են խոսում, թելադրմամբ գնում է, այսպես ասած, ավեդիաց երկիր, սրբության սրբոց, այսպես ասած, Իսրայել, Բաղեստին եւ ամբողջ ճանապարհին Եգիպտոս, Բաղեստին, ում հետ որ հանդիպում են, իրա այդ ուսմունքի, այսպես ասած, հետևորդներ են ման գալիս, քարոզչություն անում, ուղևորության ժամանակահատվածի ընթացքում հայտարարում, որ նա Իսրայելի Նաթան Մարգարեի հայտնած հայտնությունն է, ինքն է սուրբ փրկիչը, եկավ աշխարհ, ես եմ փրկելու հրի ազգին եւ բոլորին պիտի դեղավորենք մեր սուրբ հողերը, Իսրայելում պիտի հավաքվենք։ Ուրեմն դա 1661-62 թվականից մինչև 1666 թվականն է դեղում, այսին պատմածս, 666 թվականը կաբալիստների համար, որ աշխարհում որ միշտ ասում են սատանայի համարն է բանել, այդպես չէ, 666 այդ Երանիշ համարի մասին, հրյա ազգի պատմության մեջ դա սուրբ փրկիչի կալուստի դարին էր նշվել ըստ կաբալայի հաշվարկների, ուրեմն կաբալայացմունքը նաև այդ հաշվարկային, աստղակուշակային գրոնների պատմություն եւ այլնով ունի մաթեմատիկ թվաբանական համագարկ իր մեջ գործած եւ մարդուն նույնիսկ անունը ըստ այդ թվանիշի եւ այլ հաստատվում եւ այդ կաբալայական ուսմունքին հետևող մարդիկ իրանցից ծնված երեխայի անունը տոնում են ըստ այդ ուսմունքի թվանիշներին մեկը մեկին համապատասխանող գարկավիճակով եւ Սավետայի ինքը իր անունը, որ իրենք շաբաթայ են ասում եբրայերեն, ուրեմն Սավետայ Ցվին Աստուծո կողմից ուղարկված ծնվելիքը այդ ընդրյալը բրգիչ այդ իմաստով պատկերացնում եք, այսինքն իրեն հայրը այս մարդու անունը հատուկ երեխային այդպես է դրել։ Ինչ է։ Ուրեմն հрьяաները եւ որ տեսնում են որ այս մարդը այսպես ասած սուրբ մարգարե այդ ռաբիական համագարկը Սավետային իրեն ճշտամի են հայտարարում եւ սկսում են ներհրեական կրիվ յուրաքանչյուր համայնքով ամբողջ աշխարհը այսպես ասած իրենց ուսմունքի ամենա գիտակ հատվածը ավականին այսպես ասած
հավաքում գալիս են Զմիրնիա քաղաք, որտեղ եւ ապրում էր Սավետայսվին, ուրեմն հանդիպում են իր հետ, հիանում են նրա գիտելիքներով, իրեն թիմացին այսպես ասած համոզելու ընդունակությամբ եւ այլն, դա շշմեցիչ տիպ է եղել, որ ազդեցության ոլորտը վերցրել Ավիճակես համայնքին, ասում են գախարտել է բոլորին, իրենք այդպես են ասում, մասին բավականին քրագանություն կա ծվի, ու արդյունքում տեսնում որ չէ, դա այդ իրենց մինչ այդ հավատամքից, ինչ որ շեղում է, ինչ որ աղանդ կա այդտեղ, եւ դա անընդունելի է։ Ուրեմն իրենց այդ կոնսորցիումը գալիս այդ բանը, որ այս մարդը պետք է վերացվի։ Եվ հրեաները իրենց պատմությամբ, ինչպես ժամանակին հռոմեացիների ցերկով Հիսուս Քրիստոսին ուրեմն խաչեցին, ճիշտ այդ նույն պատմությունը լինում է նաև Սավետայցվի հետ, ներհրեական, այսպես ասած, համայնքային իրավիճակով եւ մահվան են դատապարտում ծվին։ Պետք է վերացվի, որոշում վերևից։ Բայց այս իրենք քանի որ յուրաքանչյուր անգամ ինչ որ որոշումը ընդունելուց հետո միշտ ուրիշի ցերկով են կատարել դալիս, դա տիպիկ իրենց այսպես ասած փնուտակրող վիճակն է։ Եթե ինքը քեզ այդ պրոբլեմը, ինքը երբել պրոբլեմը քեզ այդ ուղիղ ինքը բան չի անում, ուրիշի միջոցով քո վերացման կաշխատի, ինչպես հայազգի վերացում այդպես է հավի վերջը։ Սավետայցվին բողոքում են սուլտանին ու ասում են, որ այս մարդը շարլատանի մեկն է, դրան պետք է վերացնել։ Եվ իրենց թշկողությունը դեղ են հասցնում, ուրեմն իրենց ցերբակալում են Զմիրնիայից եւ նավով տեղափոխում են Կոնստանդնոպոլիս, սուլտանի հետ հանդիպում, եւ սուլտանի հետ հանդիպման ժամանակ թարգմանիչը, քանի որ Սավետայցվին բացի եբրայերենից ուրիշ ոչ մի լեզու չգիտեր, չէր կարող թուրքերեն խոսել կամ այլ որևէ լեզու։ Ուրեմն թարգմանիչը անցնում են սուլտանի, ուրեմն վարչականներից մի այլ հրեա, որը արդեն 50 տարուց ավելի ուծացված եւ սուլտանին այսպես ասած ծառայող համագարկում էր եւ լուրջ պաշտոնյա էր այդ վիզրական շրջանակներում, ինքը իրենց լեզվով ասում է, այս մարդիկ քեզ մավաջի են ընտրվում, հա, դու համայնքին այսպես ասած ավանդական այդ հավատամքին խանգարող հանգամանք ես պատնեշ եւ պիտի վերանաս, ասում է արի ինձ լսի, դու իսլամ ընդունի, եւ դու իսլամ ընդունես, ես իրենց կխնդրեմ, սա թարգմանիչն ասում է, ես կխնդրեմ սուլտանից, որ քեզ խնայի, թե ոչ քեզ կգլխադեն եւ վերջ, այսքան բան։ Եվ նա բավականին հետևորդ ունի իր հետևից, այդ Սավետայի հետևից գնացող հրեաներ։ Սա ասում է, ես ոնց թե հրեա եմ, ես իմ հավատամքից հրաժարվեմ, գնամ դառնամ իսլամ։ Չեմ կարող, ու չես կարող, ինձանից քեզ որտոր գնացիր, իմացիր, այս մարդիկ քեզ կվերացնեն։ Ու այդ ժամանակ սուլտանը ասում է, որ դու ամենագարողն ես, դու սուրբ փրկիչն ես, եկել ես մի ամբողջ ազգին, չէ, փրկելու, այդ նշանակում է, եթե ես քո մասին բավականին տվյալ է ինձ հաղորդված, Եգիպտոսում ես արել, այդտեղ ես ասել, սա Հիսուս Քրիստոսի նման հրաշքով էր սպավել, այդ որ ասում են գախարտական բաներով է սպավել, այդ իր կաբալիստական բաները։ Ուրեմն տարբեր դերերում ինչ որ հարցեր է լուծել, որ ասել են, «Վայ, սա ամենագարողն է» եւ այլն, ասում է շատ լավ։ Մենք ուզում ենք, որ դու քո սուրբ փրկիչ լինելը մեզ փաստես։ Դրա համար ասում է, հիմա մենք այստեղ քեզ պիտի նետահարեն, դու գործը տեսես կպացես եւ քեզի նետերը չեն սպանի, դու կմնաս, որովհետեւ դու սուրբ փրկիչ ես, քեզի ոչ մի բան չի ազդի, դու կենթանի կմնաս եւ ամենահզոր քո այդ բանը կանի։ Այդ մարդը անշուշտ ինքը շատ լավ հասկանա, որ այդ ամբողջ հեքիաթը ինքը սուրբ փրկիչ չի, շարլատանի մեկն է ընդամենը, ինչ որ բան է փորձում, բայց չի ստանում, բայց նայում է թիմացի մարդը այդ ամբողջը հասկանալու չի։ Ու մեղայականով հանդես գալիս այդտեղ, դրա մասին 3 հատ քիր կա, միան Սավետայցվի վերջին, այսպես ասած, ժամանակներին նվիրված։ Այս ամբողջը այդտեղ շատ մանրամասնորեն նկարագրված է եւ կա նաեւ Օսմանյան pedagogan արխիվում նյութեր իրեն անարվող եւ կա նաեւ Երուսաղեմում համալսարանում իր մասին բավականին նյութ հավաքված։ Ուրեմն ասում է, որ ինքը հասարակ մահկանացու է, որ այդ ինչ որ սուլտանը լսել է իր մասին, դա շատ այսպես չափազանցված է, մեկը մյուսի վրա բաներ են ավելացրել, վրան իրենք գրեթե Քրիստոսի կարգավիճակին են բերել, դա այդպես չի, ինքը վատ բան չի ունեցել, միդուն չի ունեցել եւ այլն, ինքը բարձ հոգեվորական է հրեա եւ պարզապես տարբեր է այդ մնացած հրեական, այսպես ասած, գեղարական
դասից տարբերվում է իր ավելի ժամանակակից մտածելակերպով եւ այլն, որ խնդրում է իրեն կյանքը խնայել։ Անշուշտ եբրայերենով այդան ոչ է թարգմանիչը թարգմանում է ու սուլտան ասում է ոչ, եթե այդպես է դու ընդհանրապես խաբեբայես լրիվ գեղձավորի մեկը դու մահվան արժանի մարդ ես ու հենց այդ ընթացքում է որ այդ թարգմանիչը իրան ասում է լսի արի դու իսլամ ընդունի ասել իր իսլամ ընդունելու պատմությունն եմ ես պատմում սրան ասում է ոնց ասում է այդպես եթե դու իսլամ ընդունեցիր իրենք ասում են ընդամեն ասում են մի հատ նախատասություն ուրիշ ոչ բան է իսլամ ընդունելը իսլամի համավարակում մի հատ նախատասություն է էդի բանավոր ասեցիր մեկ անգամ կյանքում դու իսլամ ես իրենք այդպես են հավարում դա շատ անհետ է բայց այդպես է սա ասում են ես չեմ իսլամ ընդունի ես հրյա եմ ես իմ հավատամքին հավատարիմ ես ինչ չեմ փոխի ես իմ բանս դա ասում են ուրեմն մահավատիչ քեզ ինչ ասում են դու չես ասում հասկացար այդ ուրիշ բան չկա բայց ես այդքան է այդպես ասած վախկոտ ինքը այդպես ասած նաև այդտեղ առաջնորդ չողում եք էլի իրան բանով ասում է քանի այս կյանքը այս ջանի մեջ է այս մարմինի հա ես ուզում եմ իսլամ ընդունել այսինքն ուզում ասեմ ինչև մահելի այդ օրը որ պիտի մահանա ինչև մահանալը ինքը ուզում է իսլամ ընդունի թարգմանիչ բանն ասում է սուլտանի մարդը մեղայականով անտես գալուց հետո նաև ուզում է ուրեմն մեր գրոնը ընդունի եւ անցնի իսլամին եւ այլ մուսուլման եւ խնդրում է իր կյանքը խնայեք ու կարողանում համոզել սուլտանին հենց այդ թարգմանիչին նա ասում է լավ սրան ոչ թե գլխադենք այլ ծմակ բաննարգենք կուղարկենք մի տեղ աքսորավեր որտեղ ոչ մեկ հետ կապ չունենա եւ իր կյանքը խնայում է Սաբետայցվին մնում է գենտանի ողջ ու այսպես ասած ասում է այդ նախատասությունը հենց որը Էշհադու աննա իլահա իլլալլահ էշհադու ալլա ուրեմն Մուհամմեդ ռեսուլուլլահ սա է հենց այդ բանը նախատասությունը այսինքն եթե հիմա իսլամը տեսա որ Հասպանյան Սարգսյանը ասեց ես իսլամ դարձա իրենց համար ասում եմ սա միակ ճապորոշիչն է դա նշանակում է Աստուծոց ավելի բարձրյալը չի գա եւ Աստուծո աշխարհ ուղարկած երկիր ուղարկած էլի ներկայացուցիչը այսպես ասած նրան ներկայացնող Աստուծո Մուհամմեդն է այդ նախատասությունը սա է հարացի իմաստով հայերենով ու ինքը համարվում է արդեն իսլամ ընդունած մարդ եւ իրեն դեղափոխում են այժմ է Գալիպոլի հենց Չանակ գալի կոչված դեպքում գոյություն ունեցող Պերթը Կոնստանտինոպոլից գալու ու Գալիպոլի գնալուց անմիջապես հետո մի հատ համայնք է ձևավորում այդտեղ ամեն օր հարյուրավոր մարդիկ հրյա իրեն հետևորդ անցածող իրեն հավատարիմ Սաբետայցվի գալիս են այդտեղ իր հետ հանդիպման եւ այլն եւ այդտեղ Օսմանյան գայսրության դերի ներկայացուցիչները ռապորտներ են գրում սուլտանին որ լսի ասում է սուլտան մարդը խաբեբային մեկն է ոչ մի իսլամ ոչ մի մուսուլման յուրաքանչյուր եղողին կարոզում է որ արա ինչ իսլամ ինչ մուսուլման ես խաբեցի սուլտանին հա ոնց պիտի կյանքի մնայի ես կենտանի մնայի դրա համար սդից ասեցի իսլամ եմ ինչ իսլամ ես հրյա եմ մենք հրյա ենք մենք ոնց մեր տավանանքից կհրաժարվենք թարավոր մեր այսպես ասած մովսեսականությունից հուդայականությունից եւ այլն հա այդ ամբողջը խաղեր ասում ես ֆիկտիվ այդպես ցեվական իսլամ ընդունեցի եւ հանգարց դուք չկարծեք որ մենք իսլամ ենք եւ հանգարց իսլամի որևէ դարին ոգուն համապատասխան կար չանենք ես ձեզ իմ հետևորդ անցածողներին հավատացյալ խավին արգելում եմ իսլամի հետ որևէ շփում, որևէ առնչություն ինքը ինքը շարունակում է այդ իր ուսմունքի տարածումը եւ գնալով մարդկանց թիվը ոչ թե նվազում այլ ավելանում է հрьяաներին եւս է ասում այդ այսպես ասած տասական հрья հուդայականությամբ այսպես ասած ապրող այդ տավալանքով ապրող հрьяաները որ այս մարդը ոչ միայն բլստած սուլտանի ցերգից այլ սուլտանին նույնիսկ խապեց խապեփան եւ հիմա իր այդ բանը շարունակում է իրենք եւս են փողոքում ամեն մարդ էս ծվի մասին փողոքում է եւ արդյունքում գարդեն բավականին ձեռացած դարիքի ուրեմն իրեն այդտեղից սուլտանի հadouk վիզիրի հրամանով ուղարկում է միայն այդպիսի տեղ որ ոչ ոք չկարողանա շփվել այսինքն չլինի ջամպեզրին բանես այդ որ ասում են գորած մոլորած դեղ էլի այդ գորած մոլորած դեղը Ուրի անունով մի հատ քաղաք է Քյուղ այո քյուղ այդ ժամանակ քաղաք հիմա
այժմ Չեռնոգորիա, գոչված բեդությունում հենց Ալբանիայի հետ, հյուսիսային Ալբանիայի բանը վերջանալուց անմիջապես հետո Մոնտենեգրո գբազդեվում մի հատ քյուղ է, այդտեղ ալ թաղված է Սավետայցվին, ուրեմն ուղարկում են այդտեղ ակցոր իրեն, ու արգելելով որևէ մարդու հետ հանդիպումը, ինչ-որ համայնքային բան եւ այլն, բայց այստեղ մի հատ շատ կարևոր բան է լինում, որ հետո Մուստաֆա Քեմալի պատմության համար է հարկավոր իմանալ, այստեղ ասենք, Մուստաֆա Քեմալի հարցին երբ որ անդրադարձանք, այդ ժամանակ փաղագիծերը կբացենք։ Գալիպոլի ակսորիալ եղած ժամանակ Սավետայի երկու հոգի գալիս են իրեն այցելության, երկու շատ կարևոր մարդիկ են դրանք, երկուսն էլ հոգևորական, ռաբիներ, մեկը Բաղեստինից, Տիբերիայից, այժմ Իսրայելից, մյուսը Լեհաստանից։ Ուրեմն այդ Լեհաստանից եկած մարդը համոզում է իր ուսմունքի ճշմարտացիության եւ ասում է ես ամեն ինչ պիտի անեմ, որ ինչ անվանումը քեզ օգնեմ։ Ուրեմն նույնը այդ Բաղեստինից եկած մարդը։ Ինչ է լինում չեմ իմանում, դա անհայտ է եւ այդ մասին ես ահագի մարդ եմ ճանաչում, որ ուզում են աշխատանք կատարել, բայց չի գա նյութ, կամ եթե նյութը կա միան Օսմանյան գայսրության, այսպես ասած, արխիվներում կլինի, որտեղ նրանք յուրաքանչյուր բան քրարել են, այդ քրարարությունը Օսմանյան արխիվում շշմելու լավն է, յուրաքանչյուր բան ունի հետք, քրված, դեղացված, մի քանի օրինագից եւ այլն, այդ pedagogan subordination համագարկը շատ լավ աշխատել է, էլի, Օսմանյան գայսրության շրջանում։ Գալիպոլիում հենց այդ Լեհաստանից եկած մարդը, որ գրեթե լեհական, այդպես ասած, տարածքի Պրուսիայի գայսրության այդ ժամանակաշրջանում հրեական համայնքի ամենաերևելի թեմքը սպանում է հենց այդ Գալիպոլիում Սավետայցվի պատվիրով։ Այդ մարդը, որ ընդամենը մի շաբաթ է այդտեղ եւ իր հետ հանդիպում է եւ ասում է ես պատրաստ եմ դարայելու բան, այսինքն քեզ իբրև քո հետևորդը, այսինքն մարդը իդ պիտի վերադառնար Լեհաստան եւ հենց այդ Սավետայցվի խուդայականության եւ քաբալիստիկան sense ուսմունքը խարը մի քիչ շատ տարօրինակ է իրենց ուսմունքը էդի երիտուրքերի պատմության հիմքում գտնում ինչ է նրանց տավանանքը իրեն ինչ են հավատում, ինչին են հավատում եւ ինչու ռեալականությունը չի ընդունում իրենց ինչ որ աղանդ թեգուս, խուդայականությունը չի ընդունում ծվի ուսմունքը։ Այդ մարդը սպանում չի լինում, դրա համար Լեհաստանի հрьяաների պատմության մեջ Սավետայցվին միշտ այսպես իբրև իրենց թշնամի հագարագործ է դիտվել, որ խոսքը աշկենազների մասին է, եւ քանի որ այդ սեֆարադ աշկենազ դարբերությունը բավականին իրենց պատմության մեջ կա եւ դա շատ ցայդուն նաեւ թեփքերի է բերել հрьяական պատմության մեջ Լեհաստանից բանի հետևորդ գրեթե չեք գտնի ծվին հետևորդ հանդիսացող մարդը ամբողջ պատմության ընթացքում դրան բացառություն է կազմում երկու ընտանիք ընդամենը, որոնք ցակումով Լեհաստանից են, որոնցից մեկը հենց Մուստաֆա Քեմալի մոր գողմն է, ցակումով հրյա Լեհաստանից, որ հենց այդ Սավետայցվի ուսմունքին հետևորդների շրջանակների ծնունդ է ինքը Սալոնիկ քաղաքում, որտեղ եւս ծնունդ է տալիս նաեւ Մուստաֆա Քեմալին, որ 34 թվականին թաղվում է Աթաթուրք, այդ իմաստով միայն ես հատուկ ընդգծեցի Լեհաստանից եկող այդ այսպես ասած ուղևոր կամ պատգամավորին։ Սավետայցվին 1666 թվականի մահվան դատապարտված, բայց ողջ մնացած իսլամ ընդունելով 1676 թվականին կամ աղբյուր որ ասում է 75 ինչևէ աշուն գարուն դարբերությամբ է բանը իր մահվան թվականի դարբերությունը մենք 76 ընտանանք նրանք իբրև իսլամ թեգուս ցեղական բան որ ասում է չէ որ սրից են ընդունել բան ուրեմն 10 տարվա մեջ ստեղծում է մի համայնք գուր մի հատ բանակ դարօրինակ ծևի այսպես կազմակերպված ցանց էլի որ նույնիսկ շատ հետաքրքիր է Սալոնիկ քաղաքի պատմության համար ամենաէական բանն եմ ասում ես հիմա 200-ից ավելի ընտանիք Օսմանյան գայսրության տարբեր քաղաքներում ապրող Պրուսա, Զմիրնիա, Մանիսա, Գալիպոլի, Գոսաննոպոլիս, Այդին քաղաքների եւ դեղանքի անուններն եմ ես ցեզ ասում
Այստեղից գալիս եւ հիմնավորում են Սալոնիկ քաղաք իրենք։ Իբրև սաբաթայական, ծվիական, ուսմունքի հետևորդներ, իրենք ևս իսլամ ընդունած, գամովին իսլամ ընդունած, գամավոր իսլամադավան դարձասրյաներից եք խոսում, որով Սալոնիկ, որովհետև Սալոնիկը ամենամոդիկ քաղաքն է այդ աքսորավայրին, որտեղ եւ ծվին, ասած առանց մարդկանց հետ հանդիպելու իրավունքի աքսորված էր եւ խիստ զգովության տակ մնացել էր այդ տարածքի աշխարհագրական մոդիվությունը։ Ես նկատի ունեմ դրա համար Սալոնիկ։ Եվ պատկերացրեք, որ 19-րդ դարի երկրորդ կեսին մոտավորապես 100,000 հրեայի ապրած Սալոնիկ քաղաքում, դա շատ լուրջ թիվ է, 100,000 հրեա Սալոնիկ քաղաքում, գրեթե 20-ից 25,000-ը սաբետայիստականներն էին, որոնց եւ շրջանակներում ծնունդ արավ երիտթուրքական գազագերբությունը, հենց Սալոնիկ քաղաքում։ Սաբետայիցվի 1676 թվականից, այսինքն իր մահանալու տարեթվից մինչև երիտթուրքական գազագերբության հիմնադրումը անցած ժամանակահատվածում սաբետայիստականները Սալոնիկ քաղաքից հետո Էգեան ամբողջ ծովափնյա քաղաքներում, թե Հունաստանի, թե այժմյա Թուրքիայի Հանրապետություն կոչված վարչական տարածքի Կոնստանդնոպոլսում, Բուրուսա քաղաքում եւ նաեւ Թրաքիա, այսինքն եվրոպական հատվածը Բալկանների, Բուլղարիա, փոմակներ կա այդտեղ, էլի բռնի ուզածված, իսլամացված բուլղարացիներ են, փոմակ, որը Թալատ Փաշայի օրինակի համար հոր հայրը, բաբայի հայրը, փոմակ է, բռնի իսլամացված այդ բուլղարացի, որոնք այսօր մոտ 500,000-ի չափ թվականավոր են, թե Բուլղարիա, թե Թուրքիայի Հանրապետության տարածքում ապրող փոմակները, հենց այդ տարածքներում իրենք պետության մեջ պետություն գազմագերբվածությամբ շատ խիտ, այսպես գուր, իրոք փանագային կորպուսին հարև նման, գարույց են ստեղծել։ Սա յուրահատուկ է պատմության համար իմանալու, որ շատ հետաքրքիր է լինել մի ազգի զավակ էթնիկ հրեա։ Ունենալ ուրեմն մի այդ համայնքի մեջ համայնք, որ գամովին է դարձել իսլամ, իրենց ոչ ոք չի ստիպել իսլամ դառնալ, որևէ բռնություն, որ դու գամավոր իսլամ դառնաս եւ իսլամ դարի մեջ դառնալուծվելով պահպանես քու հրեական ինքնությունը, լեզուն, սովորույթները, պատմամշակութային բոլոր արժեքները եւ միայն դրսում ցույց տաս, որ իբրև թե իսլամ ես, առանց քեթ մեկ անգամ նույնիսկ մզգիթ մտած լինելու, այսինքն իսլամի որևէ բան չափորոշիչ իրենք չեն արել եւ արգելված լինելով իսլամի հետ ամուսնանալ, աշխարհում չեք գտնի մի հատ սաբետայիստ եւ շատ են դրանք միլիոններ, որ մի հատ իսլամի հետ ամուսնացած է, heç կարևոր չէ իսլամով է, պարսիկ, պակիստանցի, հնդիկ, արաբ, թուրք, ալբանացի, չես գտնի այդպես բան։ Իրենց արգելված է իսլամի հետ ամուսնանալ։ Բարձ, համար 1 հրաման, սաբետայիցվի կողմից, այլ ընդհանրապես իրենք այդքան հագարագործն են իսլամի, որ քանի որ իրենց այսպես ասած առաջնորդը, մահվան թագավորող սուլտանը ինքը իսլամ, խալիֆ, այև, ոչ միայն իսլամ, սուլտանը խալիֆ էր։ Խալիֆ էր, վերջին խալիֆը հենց Վահդեդդինն էր, խոսում են այսօրտյուն, որ խալիֆայությունը վերացրեց Մուստաֆա Կեմալից 1924 թվականին վրեժ են ուզում այս մարդիկ, բայց երկրի վարչա, այսպես ասած, վարչարարական, վարչադարածքային յուրաքանչյուր գետում, որտեղ որ իրենք գործում են, անընդհատ այդ ըզգեստը, որ հակել են իսլամի ըզգեստը, շահագործման են ենթարկվում, արդակուստ ցույց տալու համար, որ իրենք, այսպես ասած, գրոնագից են, եղբայր են, իսլամադավան եւ այլն եւ այլն։ Ուրեմն սաբետայիզմի պատմությունը դժբախտաբար չի գրվել։ Այսինքն շատ քիչ քիրքեր կա, հենց իրենք սաբետայիստներն են գրել եւ ընդհանրապես մի հատ հրյա, որ գրի արել սաբետայիստների պատմությունը, էլի 1900-ներու սկիզբներին գոյություն ունի, որտեղ եղած ինֆորմացիոնը հերիք է հասկանալու համար
թե իրենք ինչպես են գոյատևել։ Հрьяաները հрья գոչվելու համար պիտի հрьяածին լինեն։ Եթե մայրդ հрья է, դու համարվում ես հрья։ Հայրդ ով է, էական չի այդտեղ։ Ունեմ երկու կարևոր հատված։ Մեկը դա քրիստոնեության շրջանը, որ բռնությամբ է եղել, ստիպողաբար, իբերական թերագազում Իսպանիա, Պորտուգալիա։ Ուրեմն այդ բռնի քրիստոնեացված հատվածը, որոնցից էր Նասի ընտանիքը, որ ես մի ընտանիքի պատմությունը ձեզ ներկայացրեցի, ուրեմն նրանց կոչում են մարան, այդպես անուն, մարանոներ, որ աշխարհում այսօր այդքան շատ են մարանոները, ու եթե մարդը ասում է ես մարանո եմ, դուք իմացեք, որ նա քրիստոնյա է, բռնի ուծածվածներից, որը ծագումով հрья է։ Ուրեմն սավետայիստների պատմությունը զուգահեռելու համար եմ ես ասում հիմա, այդ բռնի քրիստոնեացված հատվածից տարբերվում է միայն մի բանով, բռնությամբ քրիստոնյա դարձած, գամովին իսլամ դարձած։ Սա միակ տարբերությունն է, որովհետև մարանոները հայերենով մարաներ, այդպես է գոչում, երբևէ քրիստոնյա չդարձան, երբևէ։ Չկա թե մեկ ընտանիք, աշխարհի 30 որ գտնես մարանո, որ 1400-ական թվականներում բռնի քրիստոնեացվել է, որ քրիստոնյա դարձած լինի։ Արտաքուստ ցույց են տվել, որ իրենք քրիստոնյա են, քրիստոնեական անուններ գտնեն երեխաներին եւ այլ 15-րդ դարում մարդը, քրիստոնեացվում է։ Հիմա 2015 թվականն է, չէ՞, մարդը ապրում է Ֆրանսա, բրև քրիստոնյա։ Մարանների մասին եմ ասում, օրինակ տալու համար եմ ասում, 600 տարի անցել, 600 տարի հետո մարդը հрья է, եւ այդ հուդայական կրոնի հետևորդ հрьяից ոչ մի բանով չի տարբերվում, իրեն այսպես ասած էթնիկ ազգային պատկանելիության հрьяի իբրև տեսակ էլի, օրինակով, ու յուրաքանչյուր համայնքում, քրիստոնեական համայնքում ինքը ամենակարևոր տեղն է սպասում։ Իմ ժամանակաշրջանում, երբ որ ես ուսանող էի, ուրեմն Ֆրանսիայում կար ամենամեծ կարդինալը Լիոն քաղաքում, կարդինալ դե Կուրտե։ Այս մարդը կաթողիկ եկեղեցու ամենաբարձրաստիճան, այսպես ասած, էշելոնի այդ ամենա, էլի, դեղ ասած արքեպիսկոպոս, այսինքն կարդինալը դա է, մեր եկեղեցու այսպես ասած դիդողոսներով ասած, դեղ ասած վիճակով ինքը առաջին անգամ եւ առաջինն էր դա, ասեց, որ ես նոր եմ հասկանում, իմանում, ցերկ եմ բերել փաստեր, որ ես ցակումով հрья եմ, ես դա չեմ իմացել առաջ, բան, եւ այլն, ու ինքը տեխնազու էր Վատիկանի բաբի, այս ժամանակ Հովհաննես Պողոս II-ն էր Լեհաստանից Վատիկանի բաբը, կաթոլիկ աշխարհի, դե Կուրտեն այդ ամենահավանական տեխնազուներից մեկն էր բաբի ընդրության համար Ֆրանսիայի, այսպես ասած, հոգևորական, գեղարական կաթոլիկ եկեղեցու ամենաբարձրաստիճան պաշտոնյան, էլի, ու ես զարմացած էի, ուսանող էի, ասում եմ, համալսարանում, եւ որ թերթում հեռուստատեսությամբ եւ այլն կարդում էին կարդինալի մասին, ոնց է այ մարդ, երրորդ աշխարհամարտում, այս մարդուն իրեն ակսորել են, ինքը ոնց է նոր է իմացել այդ մասին։ Անհասկանալի է, չէ՞։ Այսինքն սա 3-4 երազ չտեսա, որ իմանա, որ ինքը իր ամբողջ ընտանիքին Քերտաստանին վերացրել են։ Հենց նացիական Գերմանիայի ժամանակահատված են պատմում։ Գնացքով մարդկանց ուղարկել են Դախաու, այդ գազախցիների գտնված տեղը, ջամբարներ եւ այլն։ Ինչպես է նոր է հասկացել, որ շատ ժամանակ հետո անցավ, որ այս մարդուն հենց հadoop այդ ջամարանային ուսման տվել են, որ ինքը այդպես կարիերայի այսպես ասած աստիճանները, սանդուղները բարձրանա եւ կանաս այդտեղ իսկ թե ինչու այդ տարիներին ինքը դա այդ բացահայտումը արեց, դրա գարիկը ինչու սկացվեց, չէ՞, դա եւս անհասկան